մենք զուգահեռ հիմա նաև մոնիտորինգ ենք անում ֆինանսական մասը, պատրաստ չի այս պահին ներկայացնելու, որտեղ այսօր երեկվա դրությամբ հակակոռուպցիոն կոմիտեն, որ երեքօրը մեկ պետք է հրապարակի, երեկվա դրությամբ իրենց կայքում դեռևս նոյեմբերի 7-ի տվյալներն էր, բայց իմ համոզմամբ, որը չեմ պնդի այս պահին, բայց ակնհայտ է, որ այն գումարները, որ ցույց են տրվում եւ մենակ պաստառների վրա ծախսված գումարները պետք է որ չհամապատասխանի իրար, մասնավորապես հենց Էջմիածին քաղաք մտնելու հենց շեմին մի քանի տասնյակ, երբ չգիտեմ 5 տասնյակ կամ ավելի պաստառներ են փակցված, որոնք կարծում եմ ահռելի մեծ գումարների մասին է, ամեն դեպքում ասում եմ վերջնական չի, միգուցե պայմանավորվել են հետագայում վճարեն, ամեն դեպքում երբ որ թվերը կլինեն, մենք մեր ամփոփատերքում կներկայացնենք։ Ես ճշտով հարցում եմ, որ ուժն էր մրցակցի պաստառի վրա եւ իր պաստառը փակում։ Ես ֆոտոներով ցույց կտամ կնայեք, հա, օրինակ հիմա հաստատիչում եմ, որ երրորդ համարին է օրինակ պատրված ֆիքսել եմ, ես անձամբ եմ նկարել իմ հեռախոսով ու տենց դեպքեր կա, նույնիսկ մամուլում էլ կա, որ ցույց են տալիս, որ հենց մեկը մյուսի վրա է փակցում, բայց մեր մոտ էլ ֆոտոները կան, դրանք մի քանի տասնյակ են, պատրաստ եմ բոլորը ձեզ տրամադրեմ, դուք ինքներդ համոզվեք։ Ուրեմն գյուղական համայնքներում, այս պայդրությամբ Խոյ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնակատարը էլ են ճճացող դեպքերից ասեմ, հենց սկզբի օրը, որ քարոզարշավի սկզբի մեկնարկային օրը մեծ տոնախմբություն էին կատարել, ակնհայտ որոշակի նյութական արժեքներ ունեցող նվերներ էին տվել, ունենք դեպք նաև ցավոք սրտի, որ ներկայիս Էջմիածին քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը մրցակից թիմի առաջի համարի բարեկամին ըստ իր ներկայացրածի աշխատանքից է ազատել, այսինքն դեպքերը շատ են, դրա համար եմ ասում, որ մենք ավելի լավ է գրավոր ձեզ ներկայացնենք, որպեսզի շատ չծանրաբեռնենք, իսկ վերջում էլ ամփոփաթերթով արդեն բոլորը իրենց հղումներով, մամուլում առկա տեսանյութերով, լուսանկարներով ձեզ կտրամադրենք։